Կարգավորման մոդելը չի նախատեսում ՀՀ տարածքում վճարումներ կատարելու նպատակով կրիպտոակտիվների օգտագործման հնարավորություն բացառությամբ էլեկտրոնային փող համարվող կրիպտոակտիվների, հա, այսինքն մինչև այս Հայաստանի Հանրապետությունում եթե ունենք էլեկտրոնային փողը դրամապանակները, որոնք ունենք, հա, միայն դրանք են, որոնց որ կարող ենք վճարումներ լինել, այսինքն եթե էլեկտրոնային փող կլինի, որի տեխնոլոգիան կլինի կրիպտո, ապա կենտրոնացված տեխնոլոգիա, ապա դա է միայն վճարային միջոց կարողանալու ծառայել, այլ դեպքում վճարային միջոց չի ծառայելու։ Ես ճիշտ հասկացա, որ էլեկտրոնային դրամապանակներով հիմա հնարավոր է վճարումներ կատարել, բայց կրիպտոակտիվով հնարավորություն չի լինելու։ Ասեմ, թե լինելու է ինչ-որ դեպքում։ Ասեմ, ինքը նույնն է լինելու։ Մենք այսօր ընդհանրենք այն դեպքն է, երբ որ կրիպտոակտիվներ չկան, տեխնոլոգիան չկա, այսօր կա էլեկտրոնային փող, հա, որը որ ըստ էության կարող ենք օգտագործել տարբեր ինքներս օգտագործում ենք տարբեր դրամապանակներ, կարող ենք դրանով վճարումներ կատարել։ Հիմա կրիպտոակտիվների ոլորտում լինելու է նույն բանը, այսինքն կրիպտոակտիվով վճարում կատարելը միայն հնարավոր է լինելու, եթե դա փաստացի այդ դրամապանակի ծառայությունն է էլեկտրոնային փող է, հա։ Ինչ է իմաստ, օրինակ դուք եթե ունեք կրիպտոակտիվ, որը որ էլեկտրոնային փողի տեսքով չի, ուղիղ, ասենք օրինակ դուք բիտքոյնով չեք կարող վճարում կատարել, բայց եթե օրինակ էլեկտրոնային դրամապանակ է, որի տեխնոլոգիան, տակի տեխնոլոգիան, որը որ օգտագործում է ապա կենտրոնացված տեխնոլոգիա, այսինքն փաստացի կրիպտո տեխնոլոգիա է, դրանով կարողանալու եք վճարում անել, այսինքն այստեղ էլի նույն կարգավորում, նույն ռիսկերի մասին է խոսքը գնում։ Այսինքն ինքը փաստացի էլեկտրոնային փող պետք է լինի, որպեսզի կարողանաք վճարում կատարել, բայց դուք բիտքոյնով օրինակ Հայաստանի Հանրապետությունում չեք կարողանալու տուն գնել կամ մեքենա վաճառել, տուն մեքենա գնել։ Նաև չեք կարող փոխանակել, դա եւս օրենքով դրած է, որպեսզի այդ մասը շրջանցել չլինի։ Կարող եք, բայց կրիպտոյով չեք կարող։ Տունել չեք կարող, բայց ըստ էության կարևոր հարցը ինչու՞մ է։ Տան առողջարքը, եթե չեմ սխալվում, չէ, ամեն դեպքում մենք ֆիքս Շատ պարզ, նայեք, Հայաստանի Հանրապետությունում օրինական վճարմիջոցը դա Հայաստանի Հանրապետության դրամն է։ Եվ ոնց որ մենք օրինակ ամերիկյան դոլարով չենք կարող վճարել, տենց էլ այլ բանով չենք կարող վճարել։ Միակ բանը, որով դուք կարող եք ամերիկյան դոլարով վճարել, դա եթե դուք ունեք օրինակ ամերիկյան դոլարով քարտ եւ կարող եք դրանով գնալ եւ վճարել, տեղ փաստացի կլինի ամեն վճարման առաջ լինում է փոխանակման, չէ՞, գործընթաց, որ վճարում է։ Նույն տրամաբանությամբ էլ եթե կարող ապագայում աշխարհում շատ տեղեր կարող են լինել քարտեր, որոնք որ կցված են լինելու ինչ որ մի կրիպտոակտիվ որ դուք ունեք, նույն ձևով ինքը միանգամից պետք է փաստացի ոնց որ եւ դոլարի դեպքում է քարտով կարողանաք վճարեք, բայց արանքում լինելու է փոխանակման գործունեություն։ Միակ դեպքը Հայաստանի Հանրապետությունում որ դա այդպես չէ, դա այդ էլեկտրոնային փողի այմ ասածն է, հա, պրոստը անուններ չեմ ուզում տամ որպեսզի գովազ չլինի, բայց գիտեք մի քանի կա, նույն ձևով էլեկտրոնային փողը եւս ոնց որ Հայաստանի Հանրապետության դրան բարակայում է, նույնը նաեւ կարող է լինել, եթե տեխնոլոգիան էլի ապակենտրոնացված է։ Այսինքն տրամաբանությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական վճարմիջոցը Հայաստանի Հանրապետության դրամն է։ Նույն տրամաբանությամբ, որ այդ ամերիկյան դոլարի օրինակ Կներեք, էլի այս մասը մի հատ ես ուզում եմ մի հատ ինձ համար պարզաբանել, եթե կարելի է։ Ենթադրենք, ես լավ չեմ հասկանում, էլ ես կրիպտոակտիվների այդ տեխնոլոգիական պահից, բայց եթե ես ունեմ օրինակ որևէ կրիպտոակտիվ եւ ես ուզում եմ իմ բանկային քարտով կամ էլեկտրոնային դրամապանակով վճարում կատարել, այսինքն այդ ձեր ասած փոխանակումն էլ բնականաբար պիտի տեղի ունենա, որովհետև իմ կրիպտոակտիվը այսքան դրամ արժի, ենթադրենք։ Ինչ, sense ֆիզիկապես ինչպես է դա կատարում։ Ունեմ հնարավորություն բանկային քարտով վճարումս անել։ Նայեք, բանկային քարտով դուք այսօր այդ հնարավորություն չունեք, բայց կարող են կրիպտոակտիվներով այս օրենքի ընդունումից հետո ձեր ասած գործառույթների մատուցումը դառնալու է հնարավոր, այսինքն կարող է եւ որևէ տնտեսվարող, այսինքն կամ ինչ-որ մի ֆինանսական կազմակերպություն այդ ծառայությունը մատուցի, աշխարհում կա, այսինքն ինքը ձեզ այդ ծառայությունը տրամադրի, ասի սա ձեր քարտը, այս դուք էլ ունեք նաեւ այս կրիպտոակտիվները, հա,
կարող է նաև հենց այդ կարևոր չի լավ ինչ կրիպտոակտիվը, որպեսզի չբարդացնենք օրինակը, եւ ամեն անգամ, երբ որ դուք վճարում կատարեք, դուք որպես հաճախորդ ձեր համար շատ տարբեր հաճախորդի փորձառության տեսանկյունից ձեր համար բացարձակ տարբերություն չի լինելու, թե դուք դոլարային քարտով վճարեցիք օրինակ, թե վճարեցիք այդ քարտով, որի տակը կրիպտոակտիվներ են, հա, այսինքն հաճախորդի փորձառության տեսանկյունից որևէ բան չի լինելու, բայց փաստացի ինչ է տեղի ունենում, այն պահին, երբ որ դուք դա վճարում եք, ինչպես եւ դոլարի պարագայում, մի առաջի գործարքը լինում է փոխանակում, այսինքն վերածվում է դրամի, հետո վճարում, այսինքն ինքը բացարձակապես զուգահեռ նույն բանն է։ Միակ տարբերակը այսօր Հայաստանի Հանրապետությունում, որը որ այդպես չի, դա էլեկտրոնային փողի պարագան է, այսինքն դրամապանակները, որ ասացինք, հա, երբ որ այդ տարբեր ծառայություններ մատուցողի անունները դուք գիտեք, որ երբ որ դուք ունեք էլեկտրոնային դրամապանակ, որը էլեկտրոնային փող է, կարող է QR-ով վճարում է լինի, էական չի քարտա թե չէ, այսինքն այդտեղ այդ որտեղ է ինքը գեներացում իր գումարը, ոնց եմ ֆիքսում իմ էլեկտրոնային դրամապանակի էլեկտրոնային դրամապանակը ձեր եւ էլեկտրոնային այդ դրամապանակի վճարաշրջային ծառայություն մատուցողի միջև պայմանագիր է, չէ, որը որ ձեզ ասում է դուք ունեք այսքան գումար, այսքան դրամ։ Եվ դուք դա կարող եք օգտագործել որովհետեւ ոնց եմ ունենում այդ դրամը։ Դուք ձեր ինչ-որ միջոցից, օրինակ քարտից կարող եք այդ ձեր դրամապանակին գումար փոխանցել, ոնց որ այսօր հիմնականում Իսկ այլ տարբերակ կա։ հաշիվներից կարող եմ էլեկտրոնային դրամապանակից փող գցել։ Չէ, կարող եք կանխի, չէ։ Իրականում էական չի ոնց է Չէ, բայց կարող եմ ուղղակի զուտ ինձ հետաքրքիր է որպես քաղաքացի։ Այսօր էլեկտրոնային դրամապանակը կարող եք անել մինչև ինչ-որ մի դրամ, մինչև ինչ-որ մի քանակ։ Եթե չեմ սխալվում, դա մինչև 3000 կարծում կարող եք անել, բայց թիվը հստակ Կանխիկով մուտք անել եւ ունենալ էլեկտրոնային փող։ Այո։ Կոպիտ ասած։ Հա, այո։ Բայց Ինձ ապարատից է դա արվում։ տերմինալների մասին է, էլի խոսքը։ Այսինքն դուք փաստացի այսօր կարող եք վճարում կատարել, էլի։ Եվ հիմա ըստ այս օրենքի Տերմինալների մասը կրիպտոյով հնարավոր է ինչ անել այս Կրիպտոն ես օրինակ եմ բերում ձեզ վճարամիջոցի, ես ձեզ օրինակ եմ բերում վճարամիջոցի կտորի մասով, որ ինքը կրիպտոակտիվը, ինչպես եւ դոլարը Հայաստանի Հանրապետությունում օրինական վճարամիջոց չի։ Միակ դեպքը, երբ որ օրինական վճարամիջոցը դա էլեկտրոնային փողն է։ Հա, եւ այդ մասը, որը որ վերաբերում է օրինակ ձեր կանխիկի ասած կտորին, որ դուք օրինակ կարող եք բուժ հաստատությունում գնաք կանխիկ մուտքագրեք եւ փաստացի դրանով վճարում անեք, դա այդ մասն է, որ հա